Հայաստանի երկրորդ քաղաքը ղեկավար է ընտրելու։ Ինչ է սպասում գյումրեցիներին, նախկինների ու ներկաների սև-սպիտակ պայքար, թե նոր այլընտրանք ունենալու հնարավորություն, արդար ու թափանցիկ քվեարկություն, թե նախապես կանխորոշված արդյունք, քաղաքական ուժերի միջև ընտրություններ են լինելու, թե սա լավագույն մենեջերի թափուր տեղի համար մրցույթ է։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ խնդիրների համապարփակ քննարկմամբ։ Մարտի 30-ին, ինչպես գիտեք, կայանալու են Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները։ Քաղաքում իշխանություն ձևավորելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Այդ քաղաքական ուժերից երկուսի ներկայացուցիչները այսօր տաղավարում են։ Եվրադաշինքի տեխնացու Լևոն Բարսեղյանը ու Ապրելու երկիր կուսակցության քաղաքապետի տեխնացու Կարեն Մալխասյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջին հարցին խնդրում եմ կարճ պատասխանեք, ինչու եք որոշել մասնակցել այս ընտրություններին։ Կարեն։ Մեր թիմը ըստ էության իմ գլխավորությամբ ներկայացված է Գյումրու ավականիում 2021 թվականի ընտրություններին մասնակցել ենք, աշխատանք է կատարել, մարդիկ գնահատելու են մեր աշխատանքը իրենց քվեի միջոցով եւ ես երկար տարիներ աշխատել եմ պետական կառավարման ոլորտում, ունեմ հմտություններ, այդ ոլորտում ավելի խորքային եմ այս բանը դիրապետում քաղաքի խնդիրներին, այդ առումով որոշել ենք առաջադրվել եւ խնդիրներին էական լուծումներ տալ։ Լևոն։ Իմ պարտքն է այս համատեքստում ծառայել են քաղաքին, որը ինձ մեծացրել է 35 տարվա լրագրողական փորձը, հասարակական գործունեությունը, 9 տարվա ավականու փորձը եւ հմտությունները ես ուղղակի պարտավոր եմ ներդնել քաղաքի զարգացման համար։ Շնորհակալ եմ։ Իմ գործընկերը պատրաստել է մի տեսանյութ, որը ամբողջ նախապատմությունն է հիշեցնում, կարծում եմ այն օգտակար կլինի նաեւ մեր զրույցի համար։ Ինչ նախորդեց ընտրական այն գործընթացներին, որոնց արդյունքում էլ որոշվեց Գյումրիում նոր իշխանություն ձևավորել։ 2021-ի աշնանը ընտրությունների արդյունքներով առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը Բալասանյան դաշինքը եւ քաղաքացիական պայմանագիրը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Ըստ այդմ քաղաքապետ դարձավ Բալասանյան դաշինքի ներկայացուցիչը։ Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, բայց 2 տարի անց ամեն ինչ փոխվեց։ 2023-ի տարեվերջին կոալիցիոն ուժերը խզեցին համագործակցության հուշագիրը։ Ամայնքապետի տեղակալները հրաժարական տվեցին։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում։ Այս ամենից հետո քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում դիրքավորվեց որպես 11 մանդատ ունեցող խմբակցություն, հանդես գալով ընդդիմադիրի շարքերից։ Գյումրիում նոր թափ ստացան հնարավոր արտահերթ ընտրությունների մասին լուրերը։ 2024-ի աշնանը մամուլում ուշադրություն գրավեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու Խաչատուր Բալասանյանի ձերբակալման լուրը, ապա նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործ հարուցվեց Սև-Բերդի հարակից տարածքների օտարման հարցով։ Իշխող Բալասանյան դաշինքը հրաժարվեց քաղաքի կառավարումից, ինչից հետո էլ արտահերթ ընտրության անհրաժեշտություն առաջացավ։ Մոտ 1.5 ամիս քաղաքն ըստ էության մնաց առանց թիմ կառավարման։ Սկսվեց անորոշության ժամանակահատված։ Այս ընթացքում տարբեր սցենարներ քննարկվեցին ժամանակավոր կառավարումից մինչև արտահերթ ընտրություններ։ Գյումրիում նախադեպը չունեցող իրավիճակ էր, փաստացի քաղաքը չուներ գործադիր իշխանություն։ Հարցին միջամտեց վարչապետ Փաշինյանը եւ խնդիրը լուծելու, այսպես ասած, նախնական ընտրությունների տարբերակը առաջարկեց, որը ամերիկյան ընտրական մոդելում պրայմերիզ են անվանում։ Քվեարկության արդյունքներով հաղթած տեխնացուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր տեխնացուն Գյումրիի քաղաքապետի կամ Գյումրիի ավականու առաջիկա ընտրություններում։ Պրայմերիզի տարբերակով Գյումրիում 3 օր ընտրություններ անցկացվեցին, ինքնարաչադրվեցին 7 տեխնացուներ, արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 10-ի երեկոյան։ Գյումրիի ժամանակավոր ղեկավար ընտրվեց Սարիկ Մինասյանը։ Սա իհարկե հարցի ժամանակավոր լուծումն էր, եւ իհարկե հենց այդ ժամանակ էլ ըստ ընտրական օրենսդրության որոշվեց Գյումրիում անցկացնել ավականու արտահերթ ընտրություններ։ Հիմա արդեն պարզ են մասնակիցները՝ քաղաքական 9 ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։
Հայաստանի կոմունիստական կուսակցություն ընտրացուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Իմ հզոր համայնք կուսակցություն առաջին հորիզոնականում Ռուբեն Մխիթարյանն է, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը, Ապրելու երկիր կուսակցություն ցուցակի առաջին համարում Կարեն Մալխասյանն է, Մեր քաղաքը դաշինքի առաջին հորիզոնականում Մարտուն Գրիգորյանն է, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն առաջին հորիզոնականում Արտյոմ Ղարաղազարյանն է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ընտրացուցակը գլխավորում է Գյումրիի ներկայիս ժամանակավոր ղեկավար Սարիկ Մինասյանը, Մայր Հայաստան դաշինքի առաջին համարում Կարեն Սիմոնյանն է եւ Եվրոդաշինք, որի ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։ Քաղաքական ակտիվ գործընթացները սկսվեցին մինչև բուն քարոզարշավը։ Անգամ այդ առիթով վարչապետ Փաշինյանը մեկնեց Գյումրի։ 2018 թվականից ի վեր որևէ մակարդակի ընտրություններում փակված են, չեք զգում։ Այսօր չկա այդ վերնագիր, եկեք գնանք նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների նախորդող շրջանների վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիտորինգ անենք։ Խոսույթի 70-ից 80%-ը նվիրված են նրան, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները։ Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները ընտրապայքարի դուրս եկած տեխնացուների շրջանում դարձան բուռն քննարկումների եւ քննադատությունների առիթ։ Դրանց արձագանքեցին տարբեր քաղաքական ուժեր։ Ու հենց այս պայմաններում էլ ընդամենը 17 օր հետո մարտի 30-ին Գյումրին քաղաքային նոր իշխանություն կընտրի։ Հիմա ինձ որպես երևանցու ավելի դժվար է հասկանալ, թե Գյումրիի գլխավոր խնդիրները որոնք են, այ դուք որ խնդիրներն ենք ավելի կարևորում եւ որ խնդիրներից կսկսեք, եթե ընտրվեք քաղաքապետ ընտրել։ Շնորհակալություն։ Բազմաթիվ շերտեր ունի այդ գլխավոր երկրորդականի զանազանումը, ամենից առաջ ասեմ, որ մեր խմբի գնահատմամբ քաղաքը ունի կապիտալ ներդրման մոտավորապես $200 միլիոն կարիք։ Քաղաքի բյուջեն 12-13 միլիոն դոլար է, որից կապիտալ ներդրման հնարավորությունը տարեկան 1-1.5 միլիոն է։ Սա նշանակում է, որ ահռելի դեֆիցիտ կա միջոցների, որպեսզի քաղաքի խնդիրները լուծվեն, ենթակառուցվածքային, սպասարկման ծառայություններ եւ այլն եւ այլն։ Մեր նախընտրական ծրագրում իհարկե կարևորել ենք այն, ինչ կարևորել էինք նախորդ անգամ, այն նախորդ անգամ, սա իմ 4-րդ ընտրություններն են, ճիշտն ասած։ Ուրեմն մանկապարտեզները Գյումրիի քաղաքում պիտի լինեն անվճար։ 16 թվականից այդ գաղափարը առաջ ենք տարել եւ հաջողություն չենք ունեցել։ Բացատրել ենք պետական իշխանություններին, համայնքային եւ չի ստացվել ոչ մի բան։ Հասարակական տրանսպորտն է, աղբահանությունն է, տարածքների մաքրումն է, որոնք երկրաշարժից ի վեր մինչև հիմա բազմաթիվ հատվածներում թափթփված են եւ փոշու աղբյուր են։ Թափառող շների խնդիրը բոլորին հուզում է, դեռ չեմ տեսել մեկին, որը կասի, թե լավ դե կարևոր չէ, թողեք, էական չէ։ Անօթևանության խնդրի կարգավորումն է, ժամանակավոր կացարաններ, ապօրինի շինարարություն կամ կցակառույցների ահռելի մի զանգված, մոտավորապես 3500 տնակային կառույց, տնակային տնտեսությունների թիվը, որտեղ մարդ է ապրում մոտավորապես 2500 է։ Կառավարությունն ունի որոշում իհարկե այդ խնդիրը լուծելու համար 19 թվականին ես աշխատանքային խմբում էի եւ մշակվել է առաջարկությունների փաթեթ, ինչի հիման վրա կառավարությունը որոշում էր կայացրել եւ շատ ցածր տեմպով այդ որոշումը սկսում է իրականացնել։ Դրանք այն խնդիրներն են, որոնք համայնքը իր սեփական միջոցներով չի կարող լուծել։ Լավագույն դեպքում կարող է արդյունավետ կառավարել, միջոցների ավելի արդյունավետ ծախսումներ իրականացնել եւ մատուցել հանրությանը պատշաճ ծառայություններ այնքան, որքան դա թույլ կտա բարեխիղճ կառավարումը եւ եղած ֆինանսական միջոցները։ Վաղուց շատերը ուշադրություն չէին էլ դարձնում, որ ռուսական ռազմապազան զբաղեցնում է Գյումրի քաղաքի հողերը եւ ոչ մի դրամ տեղական турք չի վճարել ու չի վճարում։ Հենց սկզբից Ելցին Տեր-Պետրոսյան պայմանագրով հազիվ թե դա քաղաքապետի որոշելի խնդիրն է, քաղաքական հարց է։ Ուրիշ հարց, ես հասկանում եմ, պարոն Երկանյան, խոսքն այն մասին է, որ երբ քաղաքի արդյունավետ հողատարածքները պետությունը որոշում է հատկաց լավ է անում,
միջպետական պայմանագիր է, որոշում է վերցնել եւ հատկացնել այլ պետությանը, ողջամտորեն պիտի քաղաքը եկամտներություն հողի հարկի չափով գոնե փոխհատուցում ստանա, որովհետև այդ տարածքների կողքի տնտեսավարողները, բնակիչները հողի հարկ, գույքահարկ վճարում են, քաղաքի բյուջե է մտնում, իսկ քաղաքի բյուջեն կարիք ունի միջոցների համալրման, այս խնդիրները հասկանալի է պետության հետ համագործակցությամբ համոզելով պիտի լուծվի, սա էլ ասեմ ավարտեմ։ Եվ իհարկե 102-րդ ռազմապազայից բխող ֆիզիկական ռիսկերի չեզոքացումն է։ Մենք պարբերաբար ականջալուր ենք լինում դժբախտ դեպքերի, երբ իրենց կորցրած զինծառայողները զանազան հանցագործությունների են դիմում։ Քաղաքը ինքնապաշտպանական ուժեր չունի եւ չի կարող ունենալ։ Քաղաքը ոստիկանություն չունի, պետական իշխանությունն է պարտավոր քաղաքացիներին պաշտպանել հնարավոր ռիսկերից։ Չեմ ուզում թվարկել այդ բոլոր դեպքերը, բոլորը շատ լավ գիտեք։ Եվ էլի ահագին բան, մեր նախընտրական ծրագրի համառոտ տարբերակը 10 էջ է։ Շատ բարի։ Նույն հարցը ձեզ պետք է ուղղեմ, Կարեն, գլխավոր խնդիրները, որոնցից սկսելու եք, եթե ընտրվեք քաղաքապետ։ Բոլոր համայնքներին է բնորոշ է նույն խնդիրները, քաղաքային համայնքներին, ինչ որ Գյումրուն է։ Ուղղակի Գյումրիում ավելի արդայդիչ է, ինչ առումով որ երկրաշարժից արդեն 35 տարի անցել է, բայց այդ խնդիրները մինչև այժմ ակտուալ են։ Այդ խնդիրները նախ առաջնային ու երկրորդային կարևոր է դրանք տարբերակել, հետո հասկանալ թե թեկուզ այդ առաջնայինի մեջ որն է ավելի հրատապ ու այդ խնդիրներով զբաղվել։ Պիտի կրկնվեմ, բայց նույնը պետք է ասեմ, առաջնայինը հենց տնտեսական խնդիրներն են, աղբանության խնդիրներն են, լուսավորության խնդիրներն են, փողոցաշինության խնդիրներն են, ամբողջ խնդիրները կա։ Քննարկել ենք, հասկացել ենք, որ իրոք այդ խնդիրները միայն քաղաքի բյուջեով հնարավոր չէ լուծել եւ այստեղ մենք դրա լուծումը գտնում ենք միանշանակ պետության համագործակցության եւ մասնավորի համագործակցության արդյունքում, այսինքն համայնք, պետություն, մասնավոր համագործակցության արդյունքում այդ խնդիրների լուծումը մենք կարողանանք կպարզաբանեք ինչ նկատի ունեք։ Ինչպես պետք է դրսևորվի այդ համագործակցությունը, որ հնարավոր լինի իրագործել։ Շատ բարի, այդ համագործակցությունը օրինակ մասնավորի պարագայում ներդրումային հիմնադրամների կստեղծվեն, որտեղ գործընկերների միջոցով ներդրումներ կկատարվեն, համայնքը իր մասնաբաժինը կունենա ներդրման եւ համայնք եւ պետություն համագործակցության արդյունքում պետությունները իր մասնաբաժինը կունենա եւ արդեն այդ ամբողջ բեռը ծանրացած չի լինի համայնքի վրա եւ մենք կարողանանք այդ խնդիրը լուծել։ Նման օրինակ մենք ունենք Գյումրիում, բարեկամության այգու օրինակն է, որը հենց մասնավոր համայնք պետության համագործակցության արդյունքում է կյանքի կոչվել։ Հիմա իսկ այդ գործարարների քանակը կարծում եմ խիստ սահմանափակ է, ովքեր պատրաստ են նման ներդրումներ անել, ինչպես եք խրախուսել։ Այդ գործարարների քանակը խիստ սահմանափակ չէ, եթե կարողանանք արտար ու թափանցիկ կառավարում իրականացնել, որը վստահություն կներշնչի մարդկանց մոտ եւ իրենք ներդրումները իրականացնեն Գյումրիում կկատարեն ներդրումներ։ Հիմա անխուսափելի հաջորդ հարցը, գրեթե նույն խնդիրները հիշատակեցիք, ինչու եք վստահ, որ հենց դուք եք այն մարդը, ով կկարողանա լուծել այդ խնդիրը՝ ի տարբերություն ձեր մրցակիցների ընդդիմախոսների։ Նույն հերթով, այո։ Այս խնդիրների լուծումները եւ խնդիրների երևակումները ես եւ իմ ընկերները, գործընկերները իրականացրել ենք երևի թե մշակումները իրականացրել ենք առնվազն 20 տարի։ Անընդհատ տարեցտարի մենք դրանք վերամշակել ենք, դրանց մեջ ներառել ենք նոր խնդիրներ, հանրության արձագանքը եւ լուծումներն ենք պարբերաբար վերանայել։ 12-ին եմ եղել տեխնացու, 16-ին, 21-ին եւ այսինքն ամեն անգամ ես իմ նախընտրական ծրագիրը վերանայել եմ, փորձել եմ հասկանալ ինչն էր, որ այն ժամանակ գուցե մի քիչ թույլ էր, փորձել ենք հզորացնել եւ այլն։ Սա մեկ, մյուսը գիտելիքները, որ մենք ունենք, եւ մեր հմտությունները, որը ձեռք ենք բերել տարիների ընթացքում, ու ոչ մի ֆանտաստիկ բան չկա այն լուծումների մեջ, որը մեր թիմը Եվրադաշինքը առաջարկում է, ոչ մի պոպուլիստ, ոչ մի Դիսնեյլենդ, տիեզերակայան, նավահանգիստ կառուցելու խոսակցություն չէ։ Ամենահասարակ բաները, որոնք շատ վաղուց կարող են լուծված լինել, դժբախտաբար չեն լուծվել։ Օրինակի համար մանկապարտեզները անվճար դարձնելու գաղափարը 9 տարեկան է, 10 մոտավորապես, եւ դա մենք կարող ենք անել նոր իշխանության ձևավորումից երևի թե 1 ամիս հետո ավականու երկրորդ նիստում մենք այդ որոշմանը կարող ենք հանգել։ Ոչ մի ֆանտաստիկ բան չկա այդտեղ։ Հետագայում երկարաժամկետ հեռանկարում ավելի լավ լուծումներ գտնելով։ Երկարաժամկետ ասելիս նկատի ունեմ, որ առայժմ խոսում ենք
հոակ մանկապարտեզ հաճախող երեխաների ուսումը անվճար դարձնելու մասին, բայց եւս մոտավորապես 1500 տարբեր տվյալներով 2000 երեխա հոակ մանկապարտեզներ չեն հաճախում։ Նրանց համար էլ պիտի տեղեր ապահովեն, մանկապարտեզներ են, խմբերի մեծացում է, մանկապարտեզների ընդարձակում է եւ այլն եւ այլն։ Այստեղ ոչ մի բան չկա։ Գերեզմանոցային տնտեսության խայտառակությունը, գերեզմանափորների չնչին աշխատավարձերը, գերեզմանոցների թափթփված վիճակը, թաղումների բանը, սրանք հասարակ բաներ են։ Ներկայիս իշխանությունը չի կարողանում, նախորդ իշխանությունը չի կարողանում։ Իսկ Լևոն Բարսեղյանը կկարողանա։ Ինձ թվում է, որ ներկա եւ նախորդ իշխանությունները չեն կամեցել սա։ Այս ինչ որ խոսում ենք, առաջին անգամ չէ որ խոսում ենք։ Բացատրել ենք, դրա համար քաղաքական կամք է պետք։ Կամենալ է պետք, ուրիշ ոչ մի բան։ Մենք ունենք այդ կամքը, էլի, ասածս դա է։ Ձեր թիմը կկարողանա լուծել բոլոր այդ խնդիրները։ Ինչու եք դուք դրանում վստահ։ Ես իմ խոսքի նախաբանում էլ ասացի, մենք ըստ էության կենսագրություն ունենք եւ աշխատանքային փորձ ունենք։ Կոնկրետ իմ պարագայում ես ճգնաժամային կառավարում եմ իրականացնել երկար տարի աշխատել եմ սոցիալական ապահովության ոլորտում եւ միասնական սոցիալական ծառայությունը ձևավորելու ժամանակ ճգնաժամային կառավարում իրականացրել եմ, այդ փորձը ունեմ։ Բայց այստեղ կուզեմ ուշադրություն դարձնել այն հարցին, թե ինչու իշխանությունները չեն արել, չեն ուզեցել, չեն արել։ Կոնկրետ եթե մանկապարտեզներից ենք խոսում, նախաձեռնել ենք մենք արդարեշտ նիստ հրավիրել ենք, բայց իրենք չմասնակցեցին, նույնիսկ չցանկացան քննարկել։ Կարող է լավ գաղափար, կարող է վատ գաղափար քննադատել, այսինքն կամքը չունեին, որ կյանքի կոչեին։ Բազմաթիվ դեպքերով չի հիմնավորել իրենց քաղաքական կամքը, հատկանը։ Տեսեք, մի բան է ունենալ բավարար քանակի թիմակիցներ ավականում խմբակցություն ձևավորելու համար։ Մեկ այլ բան է հաղթելու դեպքում ունենալ թիմ, որը պատասխանատվությունը կստանձնի գործադիր մարմինը ղեկավարելու։ Դուք ունեք այդ թիմը։ Մենք ունենք այդ թիմը, մեր թիմը ներկայացված է, տարբեր մասնագետներից է ներկայացված, հենց այդ ձևաչափով էլ այդ թիմը ընտրել ենք, որովհետեւ բոլոր ոլորտներից մասնագետներ ներկայացված լինեն եւ այս հարցներն անդրադառնան, որ այդ քանակից կախված մենք ավականում փոքրատիվ ենք եղել, բայց ըստ էության կյանքի կոչվող ու ճիշտ գաղափարներ ենք ներկայացրել, բայց այդտեղ էսպես է բնորոշում կոնկրետ քաղաքացիական պայմանագրի վարկագիծը եւ Պալասանյան Տաշի, որ հուշագիր էինք ընկել ժամանակին արել, քաղաքական մեծամասնության դիկտատուրա է անվանում, որովհետև եթե մի լավ բան ասում էիր, իրենք իրենցն էին պնդում ու առաջ տանում առանց հիմնավորելու, առանց փաստարկված հագադարձ փաստարկներ ներկայացնելու։ Այդ ձևակերպումն է այդտեղ, որ մեծամասնության դիկտատուրա են իրականացնում։ Երկուստ էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եք, հիմա այս ընտրությունները ի վերջո քաղաքական ընտրություններ են լինելու, թե քաղաքի գլխավոր մենեջեր ենք ընտրում, որովհետեւ ինքը պարզապես լավ կառավարի։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց է, որտեղ հանրության մեջ լուրջ թյուրիմացություն կա մինչև հիմա։ Ուրեմն բոլոր ընտրությունները քաղաքական են։ Ամենափոքրիկ գյուղի ավականու ընտրությունները քաղաքական են, բոլորը պիտի սա միանշան։ Դա լավ է, թե վատ։ Ուրիշ առաջընթացի մեխանիզմ կա, ժողովրդավարական երկրում առաջընթացը լինում է երկրի զարգացման գաղափարներով հավաքված մարդկանց իշխանության գալու եւ իշխանություն իրականացնելու համար։ Ուրիշ մեթոդ կա, բռնապետական երկրներ բան դրանք քննարկելու բան զենքով կառավարում, շապատը մեքեղաշրջում, դա չենք ուզում։ Դա մարդի, ինքն էլ ամբիցիաներ ունի ու ռեսուրսներ ունի, գիտելիքներ ունի։ Կուսակցական քաղաքական համակարգի թերակատարության հետևանք է, պատճառը դա է։ Մենք այսպես ասած անիծյալ անցման ժամանակաշրջանում ենք դժբախտաբար 30 տարի երկիրը անցում է անում, այդ թվում տուժում է նաև տեղական ինքնակառավարման համակարգը եւ այս իմաստով մեր տեղական ինքնակառավարման ընտրական համակարգը այնպիսին է, որ համամասնականի դեպքում, ինչպիսին Գյումրին է, Երևանն է, խոշոր համայնքներն են, համայնքը ընտրում է ավականի։ Սա քաղաքական գլխավոր մարմինն է։ Ինքն իր կազմից ընտրում է գործադիր կառավարիչ, ինչպես ասացիք։ Սա շատ նման է Խորհրդային Միության ժամանակվա գործկոմի, երբ քաղխորհրդի նախագահը նաև քաղգործկոմի նախագահն էր։ Այդպես իրականում չպիտի լիներ, բայց սա ուրիշ խոսք է, օրենսդրական փոփոխությունների խոսակցություն է։ Քաղաքապետ եւ առաջին տեղակալը մեր օրենքով պիտի լինեն ավականու կազմից եւ մնան ավականու կազմում։ Եվ վերադառնալով նախորդ հարցին, ասեմ, որ հանրային ընկալումների մեջ թյուրիմացություն կա, թե ամբողջ քաղաքապետարանը պետք է փոխվի, այդպիսի բան չկա։ Եվ լավագույն դեպքում կարող է 10-12 հոգի փոխվել։ Խոսքը քաղաքապետ, երկու տեղակալներ, նրանց հայեցողական ենթականները, խորհրդականներ, օգնականներ, մամուլի խոսնակ, էլ ինչ կա։ Այս հիմնական փունջն է, որ գործադիր կառավարման մեջ փոխվում է։ Մյուսները համայնքային ծառայողներ են, վարչական աշխատողներ են եւ իհարկե օժանդակ տնտեսություն կառավարող
Այս իմաստով ոչ մի սարսափելի բան չկա եւ մեր թիմն էլ է պատրաստ, ավականու ամբողջ կազմը չի գնալու գործադիր կառավարում, էլի։ Շատերը կան թերի են ընկալում այս համակարգը եւ կարեւոր է որ հասկանան։ Կարեն, իսկ դուք ինչ եք կարծում, այ շարքային ընտրողը քվեարկտուփի մոտ որոշում է կայացնելու հաշվի առնելով սեփական քաղաքական հայացքները, թե կոնկրետ տեխնացուների, քաղաքապետի տեխնացուների անցյալը, ներկան եւ վարքագիծը։ Ես շատ կուզենայի, որ քաղաքական հայացքները հաշվի առնեին, բայց իրականությունում այլ ձև է, եւ Գյումրիում կոնկրետ դրություններ ես գնահատում եմ եւ քաղաքական տեսանկյունից եւ քաղաքային տեսանկյունից, անձի տերը շատ բարձրացված է այդ պարագայում Գյումրիում, համակարգը կուսակցական է, համամասնական համակարգ պետք է լինի ըստ էության քաղաքական ընտրություն, բայց մենք ականատես ենք լինում, որ համայնքներում հիմնականը գնում է դեպի քաղաքային ու անձի հետ կապված։ Դա շատ վատ է, ինչի, որովհետև կոնկրետ այս պարագայում եթե մարդկանց հարցնում ենք քաղաքական ուժերի անուններ չտան, որովհետեւ կոված չլինի, մարդիկ այդ քաղաքական ուժին չեն ընդունում, բայց քաղաքական ուժի տեխնազույն ընդունում են, դա աբսուրդ է, էլի կոնկրետ կողմը ինձ համար աբսուրդ է, չի կարող նմանել, այսինքն գաղափարները չեն կիսում քաղաքական, բայց անձին ճանաչելով, բարեկամը լինելով, հարևանը լինելով, հարազատը լինելով իրեն են ընտրում։ Բայց ունենք այն ինչ-որ ունենք, այդ է իրականությունը։ Բայց տեսեք, ես ենթադրենք, ես սոցիալիստ եմ իմ հայացքներով, բայց սոցիալիստների տեխնացուն ակնհայտորեն թույլ է, բայց ուժեղ տեխնացու ունի լիբերալ քաղաքական ուժի թիմը, որին ես որպես անհատի հավատում եմ, որ ինքը լավ մենեջեր կլինի։ Թույլ ասելով ինչ ենք ասում, եթե անձի մասնագիտական հմտությունների որակները թույլ է, արդեն այդ կուսակցության խնդիրն է, թե ինքը ինչ է թույլ անձին բերել հասցրել առաջի համար, որովհետեւ ինքը լինի տեխնազուն։ Այդ ժամանակ ներքին քննարկումները պետք է լինի, իրենց մեջ մրցակցություն լինի եւ իրենց լավագույն տեխնազույն պետք է ներկայացնեն հանրությանը, որ հանրությունն էլ ընտրի գաղափարը, ոչ թե անձին ընտրի։ Շնորհակալ եմ։ Հիմա ես առաջարկում եմ փոքրիկ դադար ունենանք եւ ծանոթանանք շարքային գյումրեցիների կարծիքին։ Շատ թեժ պայքար է ինձ թվում է, որ լինելու է։ Ամեն ինչ լավ է լինելը։ Էլ հավատ կա, չէ, հավատ կա։ Ուսանք այնպեսի մարդ կլինի, որ Գյումրուն արժանահավատ կլինի։ Իսկապես Գյումրեցու խոսքը տեղ կհասնի, ոչ թե ասենք ձևական ամեն անգամ վապես, չգիտեմ, ընտրություններ հերթական եւ դրանից հետո Գյումրին անտեսում է, մոռացում է Գյումրի մասին։ Ես կսպասեմ, որ խելացի ընտրություն պետք է կատարվի։ Ինձ համար կարևոր չէ, ասենք տեխնազույի ընտրությունը, ինձ կարևոր է մեր քաղաքի վիճակը լավ լինի։ Մեր գյումրեցիների ցանկությունն է, որ այնպեսի ղեկավար լինի, որ մեր Գյումրին ծաղեցնի, ինչպես առաջ է եղել։ 120,000 բնակչություն ունեցող քաղաքի պահելն ինչ է, բայց մենք համարվում ենք դերևս աղետի գոտի, մարդիկ տնակների մեջ են։ Քաղաքից պիտի մաքրվի տնակները ամենակարևորը ու բնակելի շենքեր պիտի կառուցվի Գյումրիում, դա էլ ասեմ։ Կուզենայի, որ առաջնահերթ աշխատանքի տեղ ստեղծվեր, աշխատատեղեր։ Կուզեմ, որ լավ երնի, երեխեք ջան, ճիշտ կսեմ։ Իսրդանց կուզեմ լավ երնի։ Փողոցները կենտրոնական փողոցն է, օրինակ նայում ես։ Ինչ վիճակա, չգիտեմ, նույնիսկ նոր մաքրած չի տեղեր կան։ Թող հաղթի նա, ով իրոք հայրենասեր է, ով սիրում է իր երկիրը։ Ժողովուրդը պետք է ընտրությունը կատարի։ Կողքից ոչ մեկի կարծիքը մեզ պետք չի։ Ես լավատես մարդ եմ, հուսանք, որ լավ է լինելու։ Մեկն ու մեկին կընտրեմ։ Քվեախցիկի մոտ աստուն կկանչեմ, որ ինձ խելացի խորհուրդ տա, որ ես այդ նշումը տնեմ հենց այն մարդու կողքը, ով որ արժանի է իմ քաղաքիս։ Օրինակ, սոցիոլոգիական հարցումները վկայում են այն մասին, որ հավանաբար ոչ մի քաղաքական ուժ ինքնուրույն չի կարողանա ձևավորել մեծամասնություն եւ գործադիր իշխանություն, այսինքն լինելու են դաշինքներ։ Եվ բոլորին հետաքրքիր է, թե ում հետ քաղաքական այս կամ այն թիմը պատրաստ կլինի ձևավորել դաշինք։ Օրինակ, Լևոն, ձեր քաղաքական ուժին ոմանք մեղադրում են, թե նրանք իշխանության թիմակիցներն են եւ որպես փաստարկ բերում են այն, որ համենայն դեպս Երևանի մունիցիպալ մարմնում նրանք իսկապես դաշնակիցներ են։ Այսինքն նա ով ձայն է տալուս Եվրաքվեին, ի վերջո օգնելու է քաղաքացիական պայմանագրին։ Հասկացա, շնորհակալ եմ, Արտեմ ջան, ուրեմն թույլ տվեք ասել, որ մեզ կոնե առայժմ հայտնի չեն որակյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ,
Facebook-ում համացանցում եղած դրածները մենք հիմք չենք ուզում ընդունել, սա իմիջայլոց, հա, մեր թիմի հետ կապված։ Այդ մեղադրանքները հնչել են եւ քաղաքական ուժին չեն վերաբերվում են Դաշինքի անդամ կուսակցություններից մեկին, խոսքը Հանրապետություն կուսակցության մասին է։ Չեմ ուզում այդ նախապատմությունը պատմել բանի Երևանի եւ կուսակցության առաջնորդին Արամ Սարգսյանին ուղիղ հարցվեց հուշագրի ստորագրման օրը, թե արդյոք կարող է լինի այնպես, որ հանկարծ այնպես վարվի այս քաղաքական ուժը Եվրադաշինքը, ինչպես եղավ Երևանում 23 սեպտեմբերին, ուղիղ հստակ պատասխան տրվեց, որ ոչ։ Սա երկար է քննարկվել։ Նորից ուզում եմ ձեր շուրթերից հնչի։ Այսինքն, եթե քաղաքացիական պայմանագրին չի հերիքում 3 ձայն։ Ես հիմա կպարզաբանեմ, այո։ Մեր դիրքորոշումը, հստակ որոշումը հետևյալն է, որ Եվրադաշինքը ավականու կազմում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմում, չի քվեարկում որևէ մեկի հետ կոալիցվելու համար։ Մի քանի անգամ տարբեր ձևերով ես սա հայտարարել է Դաշինքը, հայտարարել է Հանրապետություն կուսակցության ղեկավարը Գյումրու դեպքում։ Կուսակցությունը ունեցել է իր հիմնավորումները Երևանում այդպես վարվելու համար եւ հիմա 2 ամսվա քննարկումներից հետո եղել է ընդհանուր որոշում։ Ուզում եմ ասել, որ վեճ ու սակարգություն էլ տեղի չի ունեցել, փողզիչումներ էլ տեղի չեն ունեցել։ 3 քաղաքական ուժերը, Կումարած ես եւ ավականու թիմը այս դիրքորոշումը հստակ ամրագրել է, որից հետո նոր որոշվել է հիմնել Եվրադաշինքը։ Բայց կողջունեք, եթե քաղաքացիական պայմանագիրը քաղաքապետ ընտրի Լևոն Բարսեղյանին։ Մենք հայտարարել ենք շնորհակալություն։ Մենք հայտարարել ենք այսպես, որ եթե մեր գաղափարները հավանում են ավականու կազմ անցած, ուրեմն ավականու անդամներին, քաղաքական ուժերին, թող քվեարկեն մեր օգտին։ Այսպես է եղել եւ մնալու է այդպես։ Ում հետ եք դուք պատկերացնում հնարավոր տեսականորեն Դաշինքը։ Մայր Հայաստանի պատիվ ունեմի հետ Դաշինք կկնքեք, եթե ձեզ դեպի առաջայք լինի։ Մենք քննարկել ենք այդ հարցը թիմով, ունենք որոշում միանշանակ Դաշինք քաղաքացիական պայմանագրի հետ չի լինելու, դա ոչ միայն խոսքով, այլև նաև մեր վարքագծով է, ըստ էության թիմ համայնքներում մեր քաղաքական ուժը երկրորդ ուժն է ներկայացված քաղաքացիական պայմանագրից հետո ամբողջ հանրապետությունի որևէ տեղ քաղաքացիական պայմանագրի հետ որևէ ձևաչափով համագործակցություն չի եղել, այսինքն ինչ եմ այդպես ասում, որ միայն խոսքով չէ, այլ նաև մենք գործով ենք դա բացել։ Իսկ քաղաքացիական պայմանագրի հակառակորդ թիմի հետ հակառակորդ այդտեղ հակառակորդ թե ով է իրեն հակառակորդ համարում թե չէ իրենք կասեն իրենց մասին։ Մենք մնացածի հետ համագործակցելու խնդիր չունենք ընտրությունների կայանալուց հետո։ Շատերը կարծում են, որ այս ընտրությունները խորհրդարանական գալիք ընտրությունների այսպես գլխավոր փորձն են լինելու։ Եթե այդպես է, ինչ կտա այդ փորձը։ Ես փորձ չի ասի, սա նորմալ քաղաքական process է եւ եթե քաղաքական ուժը հավակնում է համապետական ընտրություններում արդյունքներ ունենալ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չպիտի անտեսի։ Այս իմաստով ահագին բան է ցույց տալու։ Ես համարում եմ, որ չնայած սոցիոլոգիական հարցումների մասին հարցին չանդրադարձա, համարում եմ, որ որևէ քաղաքական ուժ այս 9-ից հնարավորություն չունի գրավել ավականու տեղերի կեսից ավելին եւ դրությունը բաղադրության մասով կարող է նման լինել Երևանում ստեղծված իրադրությանը կամ Գյումրու ավականու 21 թվականի դրությանը, երբ էլի որևէ քաղաքական ուժ կեսից ավելին չուներ եւ ստիպված էին քննարկել, բանակցել քաղաքական ուժերը ստուգում են հիմա իրենց հզորությունը եւ կարող է ստացվի այնպես, որ նրանցից ոմանք այս ընտրություններից հետո որոշեն ազգային ժողովի ընտրություններում չմասնակցել։ Կարող է դիրքերի վերաբաշխումներ լինեն, կարող է նորանոր դաշինքներ ձևավորվեն մինչև ազգային ժողովի ընտրությունները։ Ես այս ամբողջին շատ հասարակ եմ նայում, նորմալ քաղաքական process-ներ են։ Պիտի եթե չանեն, այդ դա կլինի։ Բերեք մի քիչ էլ խորանամ, 100 քանի կուսակցությունից ընտրություններին վերջին տասնամյակում մասնակցել են 30 քանիսը։ Դուք ինչի եք գրանցվել, ինչու եք գրանցվել քաղաքական ուժ, եթե ցես հետաքրքիր չեն ընտրությունները, էլի։ Կարեն, ձեր այս ընտրություններից ինչ որ բան կախված է, այսինքն կազդեն դրանք խորհրդարանական ընտրություններում ձեր մարտավարության եւ ռազմավարության։ Մենք մեջտապես մեր քաղաքական թիմը մեջտապես ակտիվ է եղել, ընդհանրապես քաղաքականությունով զբաղվող կուսակցությունները պետք է մասնակցեն ընտրություններին եւ մենք
բարբերաբար եւ թիմ ընտրություններին եւ համապետական ընտրությունները կլինի կմասնակցենք, այդ առումով խնդրի չենք տեսնում։ Ես ուղղակի ուզում եմ մի փոքր լրացում անել նախորդ հարցին, ինչի համար, որովհետեւ մեր դիրքորոշումը ինչի հետ էր կապված, որ քաղաքը մենք չենք տանելու ճգնաժամի։ Համոզված եմ գործընկերոջ մտքին, որ ոչ ոք 50 եւ պլյուս ծայրներ չի հավաքելու եւ կարող է այնպիսի իրավիճակներ լինի, որ պարտադիր պետք է համագործակցություն։ Իսկ եթե դա չլինի, քաղաքը գնա ճգնաժամի։ Այդ պարագայում մեր դիրքորոշումը դրա հետ է կապված, որ մենք կհամագործակցենք։ Եվրադաշինքի հետ կհամագործակցենք։ Իհարկե, կնստենք, կքննարկենք, եթե մեր սկզբունքներն ու գաղափարները քաղաքը զարգացնելու հետ կապված նույնը կլինեն, միանշանակ կհամագործակցենք, ինչ խնդիր կա։ Իշխանությանը կարծես հարմար է ներկայացնել այս ընտրությունները որպես նախկինների եւ ներկաների միջև պայքար։ Համենայն դեպս վարչապետ Փաշինյանը մեղադրել էր, որ իր թիմակիցներին հակառակորդները եկել են այս ընտրություններին մասնակցելու թալանածը պաշտպանելու համար, սա գրեթե բառացի մեջ բերում էր։ Ձեր մեկնաբանությունը։ Հա, շատ անտուր հայտարարություն էր։ Ես համարում եմ, որ տեքստը ինքնապուխ էր, մշակված չէր եւ այդ հայտարարությունից անտեղյակ ընտրողները, ովքեր օրինակի համար ինձ չգիտեն, պարոն Մալխասյանին չգիտեն, կարող են մտածել, որ բոլոր նրանք, ովքեր ԿՊ-ից չեն, ապօրինի կույք պաշտպանելու համար են ելել քաղաքական պայքարի եւ նշեց անուններ, 4 հոգու անուններ, իբր թե նրանց թիմերի անդամներն են։ Հետագա օրերին փորձում էին քաղաքացիական պայմանագրի ծանոթ անծանոթները հրապարակավ եւ մեկուսի բացատրել, որ գիտեք, ցես տեղի նկատի չի ունեցել։ Բոլորովին մարդիկ հասկացել են, որ ցես հասարակ հարց եմ տալիս էլի, ինձ իմացողները չեն էլ կարող մտածել, որ դա ինձ վերաբերվում է։ Իսկ պարոն Փաշինյան, ինձ չիմացողները ինչ մտածեցին կամ Մալխասյանին չիմացողները ինչ մտածեցին, երբ դուք ելակ հայտարարեցիք, թե բոլոր ինքնահայտարարվածները ելել են ապօրինի կույք պաշտպանելու։ Այսինքն վաղուց ժամանակն է, որ այդ կարգի պաշտոնյաները կարողանան իրենց խոսքը հստակ մշակել եւ հստակ հայտարարություններ անել, որպեսզի հետո մեկ շաբաթ շարունակ իրենց թիմակիցները ստիպված չլինեն սրբագրումներով հանդես գալ, թե դա նկատի չեն ունեցել։ Ահա այսպես եւ պարոն Փաշինյանի այս հայտարարությունից հետո մենք իր կողմից որևէ հրապարակային ներողություն, ափսոսանք, թյուրիմացություն է եղել, ես իմ այդ անհարգի ընդհանրացումը բացարձակ անընդունելի է եւ սրանով ոչ ոք չի կարող ասել, թե չկողմնորոշված ընտրողների վրա ինչպիսի ազդեցություն է թողել ինքը։ Կարեն, դուք ընտրություններին մասնակցում եք թալանված գույքը պաշտպանելու համար։ Իհարկե ոչ։ Այդ հայտարարության հետ կապված ես ասել եմ, մենք անգամել եմ ասելու, դա հասկանում ենք բոլորս էլ տեխնոլոգիայի կիրառում են եւ կարծում եմ հենց նպատակային է կիրառել են, որովհետեւ արդյունավետ եղել նախկինում 7 տարի առաջ կիրառել են, հասել են իշխանության, հիմա էլ փորձում են իշխանությունը Գյումրիում պահել ու դիմացնել ազգային ժողովի ընտրությունները նույն լոզունգներով, նույն թեզերով առաջ են գնում։ Միանշանակ, եթե կա թալանված, ինչպես իրենք են ասում, գողացված գույք, խնդրեմ թող բերեն, ով է ասել, որ ով է դեմ դրան, ով է դեմ։ Կա այդպիսի մարդ, որ դեմ է։ 7 տարի բավարար ժամանակ էր, որովհետեւ գործուն քայլերով աբացեին խոսքից գործ անցնեն ու աբացեին մարդիկ էլ իրենց նկատմամբ վստահություն ունենային։ Իսկ ընդհանրապես այդ տպավորություն ստեղծելը, թե սա նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների բախում է, դա որքանով է արտացոլում իրականությունը։ Իրականությունը դա չի արտացոլում, ելի եմ ասում, դա տեխնոլոգիա է, որը փորձված իրենց կողմից փորձված տեխնոլոգիա է, բայց դրա ժամանակ անցել է, էլ չի աշխատելու այդ մեխանիզմները։ Հավատում եք, որ այս ընտրությունները լինելու են թափանցիկ, դեմոկրատական, օրինական, ոմանք գրում են, որ անգամ հնդիկներ են հավաքագրվում Երևանից Գյումրի տեղափոխելու համար եւ այնտեղ քվեարկությանը մասնակցելու համար։ Ես իմ մոտեցումը բացատրեմ, այն մի մասը շատ հայտնի է, քվեարկության օրը ընտրակեղծիկ չլինի, չի լինելու։ Լցոնում քվեարկության օրը լցոնում չի լինելու, ուրեմն ծեծ կրտուկներ տեղամասերում ծայրը եղան, հավանական եմ համարում, որ տեղի ունենան, կրկած 30 հոգով տատիկին բերեն տանեն, հետո տատիկին նորից բերեն տանեն, այդ բաները չեն լինելու, բայց ընտրությունը միայն քվեարկության օրից չէ բաղկացած։ Այս մասին կոնե 7 տարի շարունակ խոսել եմ ու հիմա հստակ ուզում եմ հայտարարել։ Ընտրություն ասվածը մի ահռելի process է, այդ քվեարկության օրը նախորդող մի ահռելի ժամանակահատված, երբ որ քաղաքական հավակնորդները, մարդիկ, որոնք նախկինում եղել են իշխանություն, չեն եղել իշխանություն, իրենց թիմերի հետ նախապատրաստվում են ընտրություններին բնականաբար։ Երբ պետական իշխանությունը չի մաքրում սև կապիտալը տարբեր մարդկանց տակից, քաղաքական ուժերի տակից, այս մարդիկ կամենալով սև կապիտալը կամ ապօրինի կապիտալը պահպանել,
իրենք ամենից հաճախ դիմում են իշխանություն ունենալու մեթոդին, մանդատներ ունենալ եւ տեղական մակարդակում եւ պետական մակարդակում։ Շատ հաճախ այդ սև կապիտալը վերածված է կուսակցությունների, քաղաքական ուժերի, զանգվածային լրատվամիջոցների եւ օրինակի համար փորձեք պատկերացնել մի հյուրանոց կամ ռեստորան, որը ապօրինի կապիտալ է, կարիք կա այդ ռեստորանի աշխատողներին գնալ բացատրել, թե իրենք ում պիտի ընտրեն։ Հասկանալի է, որ 10, 20, 30 տարի հացի տեր են եղել այդ մարդիկ, աշխատավարձ են ստացել սեփականատիրոջից եւ վերջ, այդտեղ ոչ մի քարոզչություն, հակաքարոզչություն ծրագիր տանես այդ մարդկանց բացատրես, թե ասես հարգելիս, տեսեք, եթե դուք մեզ ընտրում եք, տեղի ունենալու սա ենք փոխելու, ազդեցություն չի ունենալու պետության պարտականություններ մինչև հիմա չեզոքացնել ստվերային ապօրինի կապիտալի ազդեցությունը քաղաքական process-ների վրա։ Դա չի արել։ Փաշինյանն էլ է խոստովանում, որ դա շատ դանդաղ է եղել, անունը տնում է, թե իբր ինստիտուցիոնալ ճանապարհով ենք եկել։ Ոչ, ահռելի բան կարող էր անել, որպեսզի հիմա ապօրինի գույքի տերերը, սև կապիտալի տնօրինողները չլինեին քաղաքական դաշտում ապականություններ չանեին։ Սա միանշանակ է։ Թե չէ միայն քվեարկության օրը, որ մաքուր է լինելու, 99%-ով վստահ եմ, որ որևէ զգալի, շոշափելի խախտում առավելևս ընտրակեղծիկ տեղի չի ունենալու քվեարկության օրը։ Բարսեղյանը վստահ է, որ տեղի չի ունենալու զանգվածային ընտրախախտում։ Քվեարկության օրը։ Հա, իսկ Մալխասյանը քվեարկության օրը համամիտ եմ գործընկերոջը տեղի չի ունենալու, բայց այդ պրոցեսները արդեն սկսված են խախտումների ու մինչև այսօր շարունակաբար Արդեն կարող եք ինչ-որ բան արձանագրել։ Այդ խախտում, օրինակ մենք խախտում ասելով ինչ նկատի ենք, եթե վարչական ռեսուրսի օգտագործումը խախտում է, ուրեմն այո, արձանագրում ենք։ Եթե թաքնված քարոզը անել է խախտում է, ուրեմն արձանագրում ենք, որ այո, անում են։ Հանրային հեռուստատեսությունը ներողություն պիտի ասեմ, Արտյոմ ջան։ Քարոզարշավի նախընթաց 2 ամիսների ընթացքում ինտենսիվորեն լուսաբանում է Հայաստանի համայնքներից մեկի ղեկավարի կամ պաշտոնակատարի գործունեությունը։ Հայաստանն ունի 7 պարտականություն է լուսաբանել բոլոր համայնքների, հա։ Բոլոր 71 համայնքների դեպքում բնակչության համամասնությամբ էլ որ նայում եք, ինչ կշիռ ունի Գյումրի քաղաքը Հայաստանի բնակչության կազմում։ Մեկ ռեպորտաժին Գյումրու համայնքապետի պաշտոնակատարի գործունեության մասին լավ է անում, աշխատում է պիտի լուսաբանվի, ոչ մի վեճ չունեմ այդտեղ։ 25 տարբեր համայնքների ղեկավարների պիտի անդրադարձվեր։ Հետո նոր պիտի կար Գյումրու համայնքապետի ուրեմն հերթական ռեպորտաժի օրը կամ 9-10 քաղաքական ուժ հավակնություն էին հայտնել արդեն մի շաբաթ 10 օր 2 ամիս առաջ։ Ինչու չի լուսաբանվում։ Հասկանում եք, սա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Գյումրի քաղաքը առողջապահական հաստատություններ չունի, չի ունեցել երբեք, համայնքապատկանի նկատի ունեմ։ Ինչ կապ ունի առողջապահության նախարարի այցելությունը Գյումրի քաղաք, երբ կողքը նստեցվում է Սարիկ Մինասյանը եւ ներկայացվում է, որ տիկինը լավ է արել, եկել է, հա։ Խոսում է կանանց հետ, գյումրեցի կանանց խնդիրների մասին։ Գյումրու քաղաքապետարանը երբեք գործ չի ունեցել առողջապահության հետ։ Որը մի նախարար բերելու են կողքը նստեցնեն, ցույց սրանք վարչական ռեսուրսի չարաշահումներ են, որոնք պիտի տեղի չունենան։ Էլ չեմ խոսում ստվերային ազդեցության մասին, լուրեր եղավ անպայման կհրապարակենք։ Այդ խախտումները, չարաշահումները կանխելու հարցում համագործակցում եք մյուս դիմախոսների ձեր հետ։ Համագործակցել է իհարկե համագործակցում ենք, բայց այդ համագործակցությունը որքան է արդյունավետ կախված է թե մեր հնարավորություններից։ Այսինքն մենք ինչ լծակներ ունենք, ինչ իրավունքներով է գործված, ընդդիմադիր դաշտից մեջ գտնվելով շատ փոքր է հնարավորությունները, մեր հնարավորությունը միայն բարձրաձայնելն է, հանրայնացնելն է, որը ինչ չափով ազդեցություն կունի դա կանխելու թե չէ, չեմ կարող ասել։ Դա իսկ իրենք այդ ամեն ինչը կարող են ուրիշ ձև մեկնաբանել, ինչպես դուք ասացիք, որ գործ է անում, ցույց են տալիս ինչ է եղել, որ բայց այդպես չի էլի, բոլորս էլ հասկանալի թե դրա ենթատեքստը որն է։ Շատ բարի, վերջին հարցը, ոնց հասկանում եմ, սահմանադրական բարեփոխումներ են սպասում մեր երկրին, դա առիթ է նաև տեղական ինքնակառավարման այդ համակարգը բարեփոխելու եւ ինչ է կարծում ուղիղ քաղաքապետի ընտրությունները վերականգնելու գաղափարը տեղին է քննարկել թե ոչ։ Իմ մոտեցումները սահմանադրական բարեփոխումների համատեքստում տեղական ինքնակառավարման մասին գրավոր հանգամանալից 4 տարի առաջ եմ ուղարկել բարեփոխումների խորհրդին եւ մասնագիտական հանձնաժողովին, 3 տարի առաջ եմ ուղարկել, 2 տարի առաջ եմ ուղարկել։ Ուրեմն մոտեցումս հետեւյալն է. տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում միշտ եղել է խորտ երեխայի նման մի բան։ Բոլոր գործերն արել են, ասել են լավ դե մնա տեղական ինքնակառավարմանը, հետո կանդրադառնանք, այսօր ժամանակ չկա, եկուս նույնը, մյուս օրը նույնը։ Ուրեմն հարցի հետ կապված իմ համոզմամբ արդյունավետ տեղական ինքնակառավարումը Հայաստանի դեպքում կարող է լինել հետևյալ սխեմայով. հանրությունը համամասնորեն ընտրում է ավականին կամ վարձում է
համայնքային տնտեսության կառավարիչ, ծառայություններ մատուցող, հա, որը չի լինում համայնքի ավականու անդամ։ Ավականին ունենում է իր կազմից ընտրված ավականու նախագահ, տեղակալ, հա, գործադիր կառավարիչ, քաղաքի կառավարիչ, եւ ավականին պիտի ունենա իր նախագահը ազգային ժողովի համանմանությամբ։ Կարող է իր կազմից ընտրել համայնքի ղեկավար, բայց նա անմիջապես պիտի դադարի լինել ավականու անդամ եւ գնա զբաղեցնի գործադիր գործերը եւ կա ավականու նիստերին ավականուն զեկուցելու, որոշումների նախագծեր բերելու եւ այլն, հաշվետու լինելու, կալպացադրելու, ինչը ինչպես է արել։ Շատ կոպիտ շահերի պախում է, երբ համայնքի ղեկավարը միաժամանակ նաեւ ավականու անդամ է։ Բյուջե, հնգամյա զարգացման ծրագիր, հաստիկացուցակ, դրույքաչափեր, գույքացանք, ահագին բան է ինքը բերում հաստատման, ինքը կողմ է քվեարկում, տեղակալը կողմ է քվեարկում, գնում սկսում է գործադիր կառավարում իրականացնել, հետո բերում հաշվետվություն է տալիս, հաշվետվության կատարողականի ընդունմանը էլի կողմ է քվեարկում։ Այս խայտարակ մեխանիկան պիտի վերացվի։ Համայնքի ավականին պիտի ունենա նախագահ, տեղակալ, հանձնաժողովների նախագահներն էլ, տեղակալներն էլ պիտի մասնակիորեն վճարովի պաշտոններ վճարովի պիտի լինի իրենց ունենան փոքրիկ աշխատակազմ, որը պիտի կազմակերպի ավականու նիստերը եւ այլն, ոչ թե գործադիրը պիտի կառավարի, այդպես ավականին տրված է համայնքապետի ձեռի տակ։ Սա սխալ մոտեցում է, որը պիտի փոխվի։ Իսկ ձեր քաղաքական թիմը ինչ պատկերացում ունի այս խնդրի վերաբերյալ։ Մենք գնում ենք, որ քաղաքապետը ուղղակի պետք է ընդրվի, բայց համամասնական ընդրակարգով նաև նշվի քաղաքապետի տեխնազունը ուղղակի ընդրվի ցանկի միջից ում են տեսնում քաղաքապետ։ Այդ մոտեցումն է մեր։ Եթե ընտրվեք, կառաջարկեք վերանայել եւ այս մոտեցումը, հա, օգտագործել։ Այո, փորձենք իհարկե։ Ներողություն, ընտրվելը կապ չունի այս իդեաների հետ կապված էլի, հա, սա բարեփոխումների առաջարկ է որակարգ է, ասվել է, ասվում է, դեմերեսել ենք խոսել, գրավորել ասացի, քանի անգամ ուղարկել ենք եւ իդեպ արևմտաեվրոպական տեղական ինքնակառավարման լավագույն փորձը պիտի օգտագործվի, ինչը ընկած է այս առաջարկների մեջ։ Վրացական փորձը լավ Սակրեբուլոն հավաքվում է որպես համամասնական ավականի եւ մոտավորապես այն սխեման է գործում, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի։ Ինչու չօգտվել լավից էլի։ Շնորհակալ եմ, մենք արդեն մեր ժամանակը սպառել ենք։ Ես կարճ հնարավորություն տամ երկուսիդ էլ հիշեցնելու հեռուստադիտողին այն ամենակարևորը, ինչ դուք ուզում եք տեղ հասցնեիք։ Մի նախադասություն։ Մենք իշխանություն չենք եղել, մենք չենք կերել, չենք թալանել, բարեխեղճորեն ծառայել ենք, պատրաստ ենք մեր գիտելիքները դնել քաղաքի զարգացման համար, ծրագիրը 2 օրից կհրապարակվի, մարդիկ կտեսնեն մեր անելիքները, շատ ենք ուզում, որ մարդիկ տեխնացուներից մեկնոմեկին քվե տալիս թիմերին եւ առաջին համարներին ավելի շատ կենտրոնանան խոստումների եւ խոստումների իրատեսականության վրա եւ ոչ թե սիրուն է, պոյով է, կներեք էլի, խուջուջ է, հակիշորը էսպիսին է, էմպիսին է, մորքուրից թորն է, քերագինս է, հետո չգիտեմ ինչս է, դրանք անցած էտապ պիտի համարել եւ շատ կուզեի, որ երիտասարդներն ավելի ակտիվ լինեին, քան թե ակտիվ են եղել, քան թե եղել են նախկինում։ Կարեն, ինչը հեռուստադիտողը հիշի ձեր այսօրվա խոսքից։ Մենք ունենք փորձ, ունենք կենսագրություն, հմտություններ, գիտելիքներ, կառավարելու դեպքում կառավարելու ենք արտարությամբ եւ համերաշխությամբ։ Շնորհակալ եմ, ինձ մնում է հիշեցնել, որ զրուցակիցներս էին Գյումրիի քաղաքային ընտրություններում քաղաքապետի տեխնացուներ Լևոն Բարսեղյանը, ով ներկայացնում է Եվրադեշինգ միավորումը, եւ Կարեն Մալխասյանը, ով ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչն է։